Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով Նազելի Բաղդասարյան։ Հենց այսպես ոտքի վրա քաղաքացիական պայմանագրի վարչության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների թեկնածուներին ներկայացնելիս հնդածս փոխեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի անվանումը, ոչ թե սոցիալական հարցերի, այլ բարեկեցության։ Հիմնական միտքը եկել է դեռևս նախընտրական ծրագրի մշակման ընթացքում քաղաքացիական պայմանագրի ԿՊ-ի կուսակցական ծրագրում բարեկեցություն բառը շատ ենք տեսնում հարստանալու, որտեղ հաց այնտեղ կենալու, պետությունը բարեկեցության գործիք դիտարկելու համատեքստում։ Շուտով բառը նաև պետական գերատեսչության ցուցանակին կհայտնվի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն էլ կվերանվանվի աշխատանքի ու բարեկեցության նախարարություն։ Մենք ոչ միայն զուտ տիտղոսային անվանումն ենք փոխում, այլ ուզում ենք փոխել տվյալ գերատեսչության առաքելությունը, բովանդակությունը։ Որն է նոր փիլիսոփայությունը։ Երբ որ մենք փոխում ենք փիլիսոփայությունը, մենք ուզում ենք ոչ միայն սոցիալական այդ խնդիրները դնել առանցքում, այլ մարդուն տալ հնարավորություն, կարողություններ, հմտություններ, որպեսզի մարդը ապրի բարեկեցիկ։ Ըստ բարեկեցության հանձնաժողովի նախագահի թեկնածուի 90-ականներից է սկսվել մարդկանց կախվածությունը տարբեր նպաստներից, հիմա ուզում են ոչ թե նպաստով ապրեն մարդիկ, այլ կրթվեն, աշխատեն ու բարեկեցիկ ապրեն։ Մենք մարդուն ոչ թե տալիս ենք ձուկ, այլ տալիս ենք հնարք եւ միջոց, որով ինքը կարող է այդ ձուկը որսալ։ Կառավարության հնգամյա ծրագրում բարեկեցության նախարարության մասին խոսք չկա, բայց աղքատությունը կրկնակի կրճատելու խոստում կա։ Այսինքն, այս տարի Հայաստանում աղքատության ցուցանիշը պիտի 13.5%-ից ցածր լիներ։ Վիճակագրական կոմիտեն առայժմ 24-ի պատկերն է ներկայացրել եւ ոչ մի հույս, որ աղքատության կրկնակի նվազում է լինելու։ Վերջին պաշտոնական թվով Հայաստանում 21.7%-ը ավելի քան 600,000 մարդ աղքատ է, 18,000-ն էլ ծայրահեղ աղքատության մեջ են ապրում, այսինքն ամսական մինչև 29,000 դրամ են ծախսում։ Աղքատության շատ ավելի ծանր պատկեր է մի քանի մարզերում, Շիրակում այն 43%-ի է հասնում։ Հայաստանում աղքատություն կա, միայն աղքատ չլինելու հմտության, բացակայության կամ սակավ լինելու պատճառով այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատ են, աղքատության մեջ են գտնվում։ Աղքատության պատճառն այն չէ, որ գործ չկա, անցած տարեվերջին բացատրում էր վարչապետ Փաշինյանը։ Ուղղակի մարդիկ հմուտ չեն, ժամանակին չեն կրթվում։ Եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ի՞նչ է պետք անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Իրանց արդարացնում են, որ այս պահին երկիրը լավ վիճակի չի, ասում են կրթություն չունենք, դրա համար չեմ կարծում, որ դա հարցի լուծումը։ Կրթությունով չէ, ինքը ունի կրթություն, որ ինքը կրթությունն է պահանջում։ Այս տղամարդու կարծիքով միայն կրթությամբ բարեկեցության հասնել չի լինի, նաև աշխատատեղեր ու արժանապատիվ աշխատավարձ է պետք։ Կարծում է բարեկեցությունից դեռ շատ ենք հեռու, բայց եթե անունը փոխում են որպես ձգտում, լավ։ Անունը փոխելով հասնենք այդ նպատակին, թե զուտ ցուցադրական բաներ է։ Ուղղակի սիրուն է։ Եթե կաշխատեն շատ լավ, եթե չէ իմ համար լրիվ միևնույնն է։ Բարեկեցության։ Հա։ Հուսադրող որ կբարեկեցիկ կդառնա։ Բարեկեցությունը ավելի բարեկեցիկ է հաշվում։ Դե սոցիալ նախարարությունը ինձ բարեկեցության համար չի։ Այսինքն մեկ է ձեզ համար։ Հա։ Կարևոր իրենց գործը լավ անեն։ Քաղաքացիների ծում հարցրինք դեմ չեն, բարեկեցություն ավելի լավ է հնչում, քան սոցիալականը, հարմար հոմանիշներ էլ ունի, դյուրակեցություն, բարօրություն, կարող է լինել փարթամակեցության նախարարություն, միայն թե ասում են իր գործն անի։ Իդեպ վիճակագրական կոմիտեն աղքատության պատկերը ներկայացնում է նաև բնակչության զրկվածության տեսանկյունից։ Հայաստանի բնակչության ամեն երրորդը ձմռանը տունը տաքացնել չի կարողանում, 80%-ը գոնե մի շաբաթով չի կարող հանգստի գնալ, 65%-ը եթե անսպասելի 45,000 դրամ պետք կա, չունի, պարտք է անում, շուրջ 50%-ը օրու մեջ անգամ մսով ճաշ չի ուտում, պատկեր, որ շատ հեռու է բարեկեցությունից, առավել ևս փարթամակեցությունից։